Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել ձևավորել այնպիսի պետական ինստիտուտներ, որոնք կդառնան Հայաստանի զարգացման հիմնաքարը։ Կայացած ինստիտուտների բացակայությունը մեծացնում է անձերի մենիշխանությունը, քաղաքական պայքարը կենտրոնացնելով ոչ թե համակարգային խնդիրների, այլ անձերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության 3 նախագահների օրոք էլ ընդդիմությունը պնդել է, որ խնդիրը նախագահի եւ նրա շրջապատի շուրջ է։ Եթե նախագահը հեռանա, խնդիրը կվերանա։ Սակայն այս օրակարգը ցույց է տվել իր քաղաքական անկենսունակությունը, իսկ 91 թվականից սկսած ընդդիմությունը ոչ մի անգամ հաղթանակ չի կարողացել տանել եւ ամրագրել այն։ Պետության մեջ անձերի իշխանությունը լավագույնս հնարավոր է սահմանափակել ինստիտուտներով։ Սա աշխարհում վաղուց հայտնի քաղաքական օրինաչափություն է։ Անգլիացիները երկար դարեր պայքարում էին թագավորների դեմ, բայց թագավորի միանձնյա իշխանությունը պահպանվում էր։ Հետո նրանք որոշեցին թագավորի իշխանությունը սահմանափակել մեկ այլ պետական ինստիտուտի՝ պարլամենտի լիազորությունները մեծացնելով։ Ինստիտուտների զարգացումը բերում է զսպումների եւ հակակշիռների առաջացմանը, որը սահմանափակում է առանձին անհատների անսահմանափակ լիազորությունները։ Դրա համար, ստեղծելով առողջ ինստիտուտներ, հնարավորություն է ստեղծվում անձերի դեմ պայքարը տեղափոխել այս դաշտ։ Իսկ քանի որ ինստիտուտներում պայքարն արդեն ընթանում է որոշակի սահմանված խաղի կանոնների համաձայն, ապա այն զսպում է տարբեր կողմերի անսահմանափակ իշխանությունը։ Կուսակցությունների մեծ մասը Հայաստանում չեն կայացել որպես քաղաքական ինստիտուտներ, որովհետև չեն զարգացրել ներքին կուսակցական ժողովրդավարությունը։ Արդյունքում դրանք հիմնվել են մեկ անձի վրա, դառնալով անձկուսակցություններ։ Եվ այդ անձկուսակցությունները քաղաքական դաշտում ձևակերպել են անձերի վրա հիմնված քաղաքական պահանջներ։ Անձնավորված քաղաքական պայքարում իշխանությունները կարողացել են հեշտությամբ չեզոքացնել այդ անձերին, չեզոքացնելով նաև կուսակցություններին։ Ինստիտուտների բացակայության պայմաններում իշխանություն չունեցողները դառնում են խոցելի, իսկ իշխանություն ունեցողները անվերահսկելի։ Հայաստանի քաղաքական ուժերը հիմնականում չեն ձևակերպել ինստիտուտների ձևավորման եւ զարգացման քաղաքական օրակարգ։ Միշտ կենտրոնանալով անձերի վրա, այսինքն ասելով, որ այս անձը գնա, ամեն ինչ կլուծվի, իսկ որ այս անձը գա, ամեն ինչ արդարության չափանիշներին համապատասխան կլինի։ Մենք կարծում ենք, որ ինստիտուտների զարգացումը եւ ձևավորումը կբերի նրան, որ Հայաստանը կդառնա արևմտյան մոդելի երկիր, որտեղ անձերը ունեն շատ փոքր դեր, եւ որ որևէ անձ, անկախ նրա դերից եւ առաքելությունից, չի կարող անցնել ինստիտուտներին իր դերով։ Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ մենք ձեռնարկելու ենք քաղաքական օրակարգ եւ լոբինգ ենք անելու, որպեսզի ինստիտուտների զարգացումը եւ կայացումը լինի առաջնային հարց։ Իսկ իշխանության լծակներ ստանալուց հետո մենք ինքներս կձևավորենք ինստիտուտներն ու կկայացնենք դրանք։ Իսկ ինստիտուտները կպահպանեն արդարության հիմնական չափանիշները եւ պետական շահը վեր կդասեն ամեն բանից։